Գրած գանք, որ մի քանի վայրկյանից ասելու ես «Յախք շողիկ» ու դու սա պատրաստվում ես ուտել, իսկ ես կպատասխանեմ «Այո» ու այն էլ մեծ հաճույքով։ Խենթանում եմ հավի տոտիկների համար։ Ճիշտ է, սրանք հիմա ասես Startup ֆիլմից ինչ-որ ռեկվիզիտ լինեն, բայց խոստանում եմ, որ այս վիդեոյի վերջում դու վազելու ես խանութ հավի տոտիկների հետևից, որովհետև շատ ես ուզելու փորձել։ Ես Շողիկն եմ, դու դիտում ես Շոկ բլոգը, գնացինք։ Բարև ձեզ, ինչ ենք անում այսօր։ Շատ լավ։ Ազատվում ենք եղունգներից և ավելորդ կաշվից, դրանք մեզ պետք չեն գալու։ Ի դեպ, ասիական երկրներում սա դելիկատես է, իսկ մեզ մոտ ոչ բոլորն անգամ գիտեն, որ այն կարելի է ուտել։ Իսկ դու երբևէ կերել ես հավի տոտիկներ։ Լավ լվալուց հետո ուղարկում ենք եփվելու։ Ավելացնում ենք հատիկավոր սև պղպեղ, կոճապղպեղ, որպեսզի վատ հոտ չգա։ Ահա և մեր առաջին տարբերակը պատրաստ է, ինչպես տեսաք, շատ հեշտ և արագ։ Հոտը շատ անուշ է, չեմ համբերում, թե երբ եմ այն փորձելու, իսկ մենք անցնենք երկրորդ տարբերակին։ Այս բաղադրատոմսի համար մեզ պետք են այնպիսի բաղադրիչներ, որոնք դուք հաստատ կգտնեք բոլորի սառնարաններում։ Սոյայի սոուս, հավի տոտիկների արգանակ, սխտոր, կորեական կծու կոչոջան, մեղր, քունջութի յուղ։ Դե ինչ, գնացինք։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք թավայի մեջ, դնում կրակին ու խառնում այնքան, մինչև սոուսը թանձրանա։ Այնուհետև ավելացնում ենք տոտիկներն ու շարունակում խառնել։ Երբ որ հեղուկն ամբողջությամբ գոլորշի անում է, հանում ենք կրակից և ավելացնում քունջութ։ Եկավ իմ և ձեր ամենասիրելի պահը, լայք դիր, եթե նայել ես մինչև այս պահը։ Սկսենք այս տարբերակից։ Խաշի հոտ է գալիս։ Ինչքան ժամանակ է չեմ կերել, երևի մի 10 տարի կլինի։ Շատ համեղ է, բայց իմ համար մի բան պակասում է։ Արևածաղկին փոխարինելու լրիվ իդեալական տարբերակ է։ Գնահատում եմ 10-ից 10 շատ լավն է, լրիվ իմ մանկության համն էր։ Սա կպահեմ վիդեոից հետո անպայման կուտեմ։ Անցնենք երկրորդ տարբերակին, սրանից մի քիչ վախենում եմ, քանի որ գիտեմ, որ հաստատ կծու է լինելու, բայց տեսքը շատ գայթակղիչ է ու համեղ։ Հոտից արդեն զգում եմ, որ կծու է լինելու։
Եթե անկեղծ չէի էլ պատկերացնում, որ կորեական կծու սոուսով այս տոտիկները այսքան համեղ են ստացվելու, ինչպես որ արտաքին տեսքն է, այնպես էլ համն է, հավատացեք, ու մտքովս չէր անցնում, որ մի բաղադրիչից կարելի է ստանել այսպես երկու լրիվ տարբեր բաներ, սա դասական խաշի նման տարբերակն է, իսկ սա կծու մի քիչ քաղցր, հետաքրքիր, անպայման խորհուրդ եմ տալիս փորձել նաև այս տարբերակը։ Բայց այս պահին ինձ մի բան է հետաքրքիր ու սպասում եմ ձեր անկեղծ պատասխանին։ Եթե այս վիդեոյի սկզբում դու ասել ես «Ու, յախք, Շողիկ, ո՞նց է սա պատրաստվում ուտել», փոխել ես քո կարծիքը։ Ինձ թվում է այո ու հաստատ կցանկանայիր փորձել այս տոտիկներից գոնե մեկը։ Դե ինչ, իսկ դուք անպայման բաժանորդագրվեք ալիքին, որ շատ շուտով հասնենք 60,000 հետևորդի։ Ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։